առաջիկա Կիրակի օրվա խորհրդի մասին, որ ամբողջ շաբաթվա խորհուրդն է։ Եվ ինչպես գիտեք, այս հանգրվանը կոչվում է տնտեսի Կիրակի կամ անիրավ տնտեսի Կիրակի։ Մեր եկեղեցում համարվում է անիրավ տնտես, բայց այլ եկեղեցիներում ընդհանրապես կոչվել է ճարպիկ տնտես կամ խորագետ տնտես։ Եվ քաջ հայտնի է առակը բոլորից, բայց միասին ընթերցենք նորից էլի վերհիշելու համար։ Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, եւ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան եւ ասաց. այս ինչ եմ լսում քո մասին։ Տուր քո տնտեսության հաշիվը, որովհետեւ այլևս տնտես լինել չես կարող։ Տնտեսը իր մտքում ասաց. ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է։ Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասում է. իմ տիրոջը որքան ես պարտք, եւ սա ասում է 100 տակառիկ ձեթ, եւ տնտեսը նրան ասում է. առ այս մուրակը նստիր ու ամիջապես գրիր 50։ Ապա դարձյալ մյուսին ասում է. դու ինչքան ես պարտք, եւ սա ասաց 500 պարկ ցորեն։ Տնտեսը նրան ասաց. առ քո մուրակը եւ նստիր ու գրիր 400։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ հավատարիմ կլինի։ Իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավը։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը։ Եվ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա երկու տիրոջ չի կարող ծառայել, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարամարի։ Չեք կարող եւ Աստծուն ծառայել եւ մամոնային։ Հենց սկզբից ասեմ, որ այս առակը շատ հակասական զգացումներ է արթնացնում։ Եվ այս առակի պատճառով էլ կամ որպես առիթ գործածելով ժամանակին քրիստոնյաներին հալածել են, հատկապես Հուլիանոս ուրացող կայսրը, որ պատճառ էր բռնել ասելով, որ ահավասիկ տեսեք, թե ինչ Աստծու եք դուք պաշտում, ով անիրավությունն է գովում, գողությունն է գովում, եւ բնականաբար եթե ձեր Աստվածը այսպիսին է, ուրեմն դուք էլ եք այսպիսին, եւ չեք կարող այս երկրի հավատարիմ քաղաքացիները լինել, հետեւաբար հալածանքների մի մեծ շղթա էր, որ սկսել էր քրիստոնյաների դեմ։ Այս առակի կարևորագույն խորհուրդը իր բազմաթիվ ծալքերով հանդերձ։ Բազմաթիվ պատգամներ ունի այս առակը։ Բայց հիմնական կարևոր կարծում եմ խորհուրդը Տիրոջ խոսքն է այն գործողությունից հետո, երբ այդ տնտեսը գործեց։ Եվ ինչ ասաց։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց։ Քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Կարևորագույն մասն է սա։ Կարծես թե
այս առակի շուրջը, այս արտահայտության շուրջը կառուցված ամբողջ մեր այս ամբողջ առակը ինչ է տեղի ունենում։ Մարդը անիրավություն էր գործել, կանչել էր Տիրոջ պարտապաններին եւ յուրաքանչյուրին զիջել էր, որպես ինքը կարողանա հետո իր կյանքը ապրել։ Ըստ այդ զիջումի եւ այդ զիջմանը համապատասխան կարողանա ինքը երբ դուրս տրվի հանկարծ գործից, կարողանա իր կյանքը շահեցնել նրանց հաշվին։ Այն նախապես տրված, այսպես ասած, ներքին համաձայնության պայմանով ու պատճառով, որը արդեն ինքը հավանաբար կնքել էր այս մարդկանց հետ։ Եվ հանկարծ այս անիրավության մեջ Տերը գովեց, ասաց հնարամիտ մարդ էր այս մարդը։ Այս մարդու նման հնարամտություն ոչ ոք չէր կարող մտածել։ Եվ ինչպես է մեզ բերում հասցնում այն հանգրվանին, մեզ դնում մի իրավիճակի առջև, որ մենք փորձենք այս խոսքերի կամ այս տողերի միջից արդարությունը գտնել։ Չէ որ ըստ էության իրականում պետք էր որ պատժվեր այդ տնտեսը, ոչ թե գողվեր։ Հասկացել էր Տերը, որ ինչ էր գործել նա։ Նախքան այդ գործողությունները հստակ մեզ ոչինչ չի ասում, թե արդյոք այդ տնտեսը անիրավ էր, թե անիրավ չէր։ Չկա ոչ մի փաստ։ Միայն գիտենք, որ Տերը լսել էր ինչ որ մեկի խոսքը, բամբասանք էր լսել երևի, եւ դրա վրա հիմնված էլ չուզեց երկարացնել, միանգամից փորձեց հաշվետվություն առնել։ Բայց հետո գործողություններից տեսնում ենք, որ այս մարդը այո, երևի թե անիրավության զգացում ուներ իր մեջ։ Եվ ուր է տանում մեզ Աստված։ Ինչի մասին է խոսում մեզ Աստված։ Ասում է, որ դուք ձեր կյանքում, երբ ամեն ինչի մեջ այդքան ձգտում ունեք, այդքան որոշակիորեն գնում եք ինչ-որ բաներ ձեռք բերելու, ամեն ինչ կարողանում եք անել կյանքում, եւ այդքան այսպես համարձակ եք, խրոխտ եք, չեք զիջում ոչինչ, ձեր կյանքը շահելու համար ամեն ինչի ընդունակ եք գնալու, ամեն ճանապարհ գտնելու, ամեն բան անելու, դա թող օրինակ լինի, որ դուք կարողանաք նաև ձեր հոգևոր կյանքը այդպես ապրել։ Ոչ թե վերցրեք թեապես մեջտեղը լինելու ինչ-որ մի բան, այլ ինչպես որ ձեր կյանքի համար կռիվ եք անում, ինչպես որ աշխատանք եք ընտրում, ինչպես որ շուկայում առևտուր եք անում, ինչպես որ գին եք իջեցնում, գին եք բարձրացնում, ձեր արտադրած ապրանքները ամեն կերպ ուզում եք մարդկանց վրա վաճառել, անկախ դրանց որակից, թե ինչպիսին են դրանք, փորձում եք համոզել մարդկանց, այսօրվա լեզվով ասած մարքեթինգ եք անում, ձեր հոգիների համար էլ այդ մարքեթինգը արեք։ Միայն մի մտածեք մամոնայի մասին, միայն մի մտածեք այդ այսպես կոչված այսօրվա տվյալներով, այդ ծառայության մասին, մտածեք նաև ձեր հոգիների մասին։ Եվ սրա մասին է խոսում, ասելով ուրիշ տեղ այստեղ ասում է այս աշխարհի որդիները, ուրիշ մի այդտեղ խավարի որդիները։ Խավարի որդիները կամ աշխարհի որդիները ավելի իմաստուն են ասում, քան թե լույսի որդիները։ Եվ ովքեր են լույսի որդիները։ Ինչու լույսի որդիներ։ Նրանք ովքեր ապրում են իրենց պարզության, անմեղության, միամտության մեջ։ Նրանք ովքեր շատ դյուրությամբ ենթակա կարող են լինել տարբեր տեսակի հարձակումների, տարբեր տեսակի չսպասված անակնկալ երևույթներ, որոնք կարող են գալ իրենց կյանքը խառնելու, աղճատելու, աղավաղելու։ Եվ պատրաստ չեն լույսի որդիները, պատրաստ չեն քրիստոնյաները, պատրաստ չեն Աստծու հետևից գնացողները նրա հետ նույն, ընդհանրապես պատրաստ չեն։ Նայեք, շատ հատկանշական երևույթ է տեղ ունենում մեր կյանքում։ Բարիները եւ մեր Տիրոջ խոսքով լույսի որդիները, նրանք ովքեր բարիք են գործում, լույսի որդի են, նրանք ովքեր ազնվությամբ են ուզում ապրել, նրանք չեն միավորվում, խումբ չեն դառնում։ Եթե դառնում են շատ դժվարությամբ, չարը կամ խավարի որդիները, չարի գործողները շատ շուտ են միավորվում։
Դաժան բան է սա, շատ շուտ են միավորվում։ Եվ միավորվում են ընդհանուր, իրենք էլ չեն հասկանում ինչ գաղափարի, բայց մի գաղափարի շուրջ, որով փորձում են կործանել դիմացին կամ դիմացին։ Բարիները միայնակ են գործում։ Նայեք կենդանական աշխարհում էլ նույնն է։ Ուժեղները եւ բարիները միայնակ են ընդհանրապես։ Մենք կենդանական աշխարհում տեսնում ենք առյուծներին։ Միայնակ են որսանները։ Միայնակ են մանավանդ արու առյուծները։ Բայց նայեք որենիներին խմբերով են, երամներով եւ ինչ ձայներով, ահռելի ձայներով։ Եվ սա կարծես աստվածային արարչագործության ամենագեղեցիկ պատկերը լինի, որ բարիքի մեջ ապրողներն էլ պետք է որ միասին ապրեն, պետք է որ միասին գործեն։ Այդ լույսի որդիները չեն կարող միամտությամբ ապրել միայն։ Սա է ամբողջ պատկերը։ Պետք է միասին ապրեն, միասին գործեն, միասին կարողանան ստեղծագործել կյանքում եւ բարիք ստեղծել կյանքում։ Միասին կարողանան կյանքը դարձնել իսկապես մի բնակավայր, մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կուզենա լինել, կձգտի լինել, կփորձի այնտեղ ապրել։ Հարաբես առանձին ի վերջո կփշրվեն, կմեկուսանան, կոչնչանան եւ կգնան։ Հստակ կերպով Հիսուս ջրբաժան է դնում։ Մարդը չի կարող երկու տիրոջ ծառայել։ Չի կարող եւ Աստծուն ծառայել եւ չաստծուն ծառայել։ Չի կարող։ Ընտրություն պետք է կատարի մարդ, ուրիշ ճար չունի։ Եւ Աստծուն ծառայելն է մենակ եկեղեցի գնալով, եկեղեցու խորանի առջև կանգնելով խոսելով չի Աստծուն ծառայել։ Աստծուն ծառայելը մեր ամբողջ կյանքն է։ Ինչպես ենք մենք փորձում ապրել, ինչպես ենք մենք փորձում գործել, ինչ ենք ուզում անել, ինչպես ենք անում եւ այլն։ Աստծո ծառայությունը հայտնվում է մարդկանց ծառայության միջից, ուրիշ ոչ մի կերպ։ Արարչությանը ծառայության միջից, ուրիշ ոչ մի կերպ։ Չկա Աստծո ծառայել։ Նրանք ովքեր նրանց մասին ասում են, մի օր կասեն Տեր, չէ որ ես քո անունով էի գործում, ամեն ինչ քո անունով արեցի, ես կասեմ չեմ ճանաչում ձեզ։ Այդպես անպայման չի, միշտ ասել եմ, անպայման չի ամեն վարքյան, ամեն ժամ, ամեն օր քնից արթնանալուց ու քնելուց, ամեն վարքյան ասել Հիսուս Քրիստոս։ Ամեն վարքյան անել, գործել եւ լինել Հիսուս Քրիստոս։ Բավարար չի մենակ ասել։ Եվ մեր առջև ընտրություն է դրված, ուրիշ բան չկա, կամ սա ընտրեք, կամ նա ընտրեք, երկուսի համար դուք եք պատասխանատու։ Եվ մեզ չի թողել այոյի ոչի արանքում ինչ-որ բան մերնել, այո ոչի արանքում ոչինչ գոյություն չունի, կամ այո է, կամ ոչ է, կամ այո Տեր, ուզում եմ քեզ հետ լինել, կամ չեմ ուզում, ինչպես մեր նախահայրերն ասեցին։ Մենք շատ հաճախ հենց այդ այոյի ոչի արանքն ենք ընտրում Աստծո հետ հարաբերության։ Ոչ թե շատ հաճախ, գրեթե միշտ հենց այդ արանքն ենք փորձում գտնել, թե որտեղ է այդ արանքը, որ մենք կարողանանք մտնել այնտեղ։ Եվ ասում ենք, այո, ուզում եմ ծառայել, կարծես թե լավ բան է, բայց երբ եմ ուզում ծառայել։ Երբ ինձ ձեռնտու է ժամանակ եմ ուզում ծառայել։ Դրանից դուրս կնայենք կամ ուզեմ կամ չեմ ուզում։ Երբ եմ ուզում մարդկանց օգուտ տալ, երբ իմ շահին է, երբ ես եմ ուզում, իմ շահին է, իմ օգուտին է, ոչ թե անպայման դիմացինիս օգուտը։ Եվ հենց սրա մասին է ասում Հիսուս։ Չեք կարող երկուսին ծառայել, կամ սրան, կամ նրան։ Մեջտեղը մի փնտրեք, ոչինչ մի փնտրեք։ Եվ եթե իմաստուն եք, հնարամիտ եք, այս աշխարհից կարողացեք այս աշխարհի գործիքները օգտագործելով, այս աշխարհի տված բոլոր հնարավորությունները օգտագործելով ձեր հոգին շահեցնել։ Եվ եկեղեցու մեծագույն առաքելությունը հենց դա է։ Ապրել է այս աշխարհի մեջ, ապրել է այս աշխարհի հետ եւ շատ հաճախ լինել է այս աշխարհի դեմ
հենց այդ աշխարհի փրկության համար։ Ուրիշ ոչ մի բան։ Մենք ուրիշ անելիք չունենք։ Ապրելը պետք է այս աշխարհի մեջ, չկտրվել նրանից։ Ապրելը պետք է այս աշխարհի հետ, չխուսափել նրանից։ Բայց միևնույն ժամանակ հենց գործելով աշխարհին արժեքներին դեն, հենց նույն այդ աշխարհի հետ ապրելու համար եւ փրկելու համար։ Սա է մեր առաքելությունը, ուրիշ ոչ մի բան։ Մենք ուրիշ բանի կոչված չենք, ոչ առաքտուր անելու, ոչ այլ միջոցներ գտնելու, մեր բոլոր հնարավորությունները պիտի գնան Աստծո ծառայության համար, որովհետև մենք թվացյալորեն ճանաչում ենք Աստծուն, ասում ենք, թե սիրում ենք իրեն եւ փորձում ենք ապրել այդ ճանաչողության ու սիրո մեջ։ Բնականաբար տնտեսությունը մեզ է տրված։ Այս աշխարհի տնտեսությունը, մշակությունը մեզ է տրված։ Ամեն մեկս մեր ճանապարհով, մեր կյանքով, մեր հնարավորություններով, մեր սահմաններով։ Եվ ուրիշ մենք ավելին չենք կարող անել, քան մեզ տրված է։ Մենք փորձում ենք երբեմն, բայց տեսնում ենք, որ մեր կարողություններից վեր է։ Եվ մենք պետք չէ որ շփոթենք, որ մենք այդ տնտեսության ծառան ենք, տնտեսն ենք։ Այլ ոչ թե այդ տնտեսության մենիշխանը, տերը։ Այդ տնտեսության մեջ եւ մարդը կա եւ առարչագործությունը կա։ Այդ տնտեսությունը կազմում է յուրաքանչյուրի շրջապատը եւ նաեւ այն լայն տարածքը, որում մենք ապրում ենք, գործում ենք, շփվում ենք մարդկանց։ Եվ մենք չենք կարող դա փչացնել։ Հենց մենք, որպես եկեղեցի, որպես անդամներ, մենք ենք լինելու առաջին այդ տնտեսության ճաշակն ու ծառայությունը փոխանցելու մարդկանց։ Մարդիկ պետք է մեզնից սովորեն դա։ Ուրիշ ոչ մի ձև չկա վկայության համար։ Մեզնից սովորեն մարդիկ, թե ինչպես տնտեսություն անեն, ինչպես մշակություն անեն, եւ ոչ թե իրենք տեր հռչակեն ամեն ինչ։ Եվ մեր սխալների պատճառներից մեծագույնն է հենց այս տեղի եւ դերի շփոթն է։ Մեր նախահայրը անկում ապրեց, կամ մեր նախահայրերը, որտեղ շփոթեցին իրենց կոչումը, իրենց մշակությունը, իրենց այդ ծառայական թագավորությունը փորձեցին դարձնել թագավորական իշխանություն, որը պատճառ դարձավ այդ կոչումից դուրս գալու։ Եվ այսօր, երբ մենք ընթանում ենք դեպի Սուրբ Հարություն, մեզ համար կարևոր է, որ մենք դադար առնենք, նայենք ինքներս մեզ, յուրաքանչյուրս, մեր ամենախոնար աստիճանի վրա, ինչպես անցյալ անգամ ասում է, չփորձենք մեր միջից դուրս ուրիշին տեսնել, այլ մենք մեր մեջ մեզ տեսնենք, առաջին հերթին, չփորձենք ուրիշներով արդարացնել մեր գործածները եւ ուրիշներին դատապարտելով մեզ արդար կարծել, այլ փորձենք գործել այն ուղղության ճանապարհի մեջ, որը մեզ ընդհանրապես վիճակված այս կյանքում ապրելու որպես տնտեսներ։ Սա է մեր ամբողջ առաքելությունը, ժողովուրդ, ուրիշ բան չունենք անելու։ Եվ մեզ հրավերը ուղղված հնարավորության գործելու, մեր կյանքը շահեցնելու, մեր հոգիները շահեցնելու եւ ոչ թե զոհ գնալու այն խելահեղ շարժումին ու վազքին, որ մենք ընդհանրապես կյանքում ունենք։ Դադարի ժամանակն է, դադար տալու, կանգառ անելու եւ խորելու եւ հարց տալու, թե մեր կյանքում, մեր շրջապատում, մեր տնտեսության արդյունքը, մեր տնտեսության պտղաբերությունը, մեր ծառայության լիարժեքությունը, Աստծու դիմաց կանգնած ընտրությունը կատարելիս այո եւ ոչ ասելը, որքանով է մեզ տանում դեպի Աստված եւ տանում սիրելու մեր դիմացինին, մեր նման մարդուն։ Սա է մեր ամբողջ հրավերը կյանքում։ Եվ ես մաղթում եմ, որ մենք այդ խոկալու առիթը ունենանք։ Աստված թող օգնի բոլորիս, ընթանանք դեպի առաջիկա կիրակին, դեպի տնտեսի կիրակին, անիրավ կամ խորաման կամ խորագետ ու ճարպիկ չեմ կարող ասել, բայց որ յուրաքանչյուրիս պատկերն է դա հստակաբար։
Թող Աստված օրհնի եւ լցնի մեր կյանքը ընթանալու համար դեպի սուրբ հարություն։